Նրան ճանաչող մարդիկ պնդում են, նա կարողանում է շփվել ցանկացած մարդու հետ, անկախ տարիքից, սեռից եւ մասնագիտությունից։ Անձամբ ինքը վստահ է, չկան չլուծվող խնդիրներ, կան խնդիրները չլուծող մարդիկ։ Իրինա Ծատուրյան։ Այսօր մենք զրուցելու ենք հոգեբան Իրինա Ծատուրյանի հետ։ Համեցեք։ Բարև ձեզ։ Բարի օր։ Տիկին Ծատուրյան, ինչու եւ ինչպես եղավ, որ որոշեցիք դառնալ հոգեբան։ Չգիտեմ, հոգեբան դառնում են, իսկական հոգեբանի մասն է խոսքը։ Չէ՞ որ դուք նախկինում, եթե չեմ սխալվում, նույնիսկ դերասանուհի դառնալու ինչ որ քայլեր եք արել։ Այո, գիտեք, ես հասկացա դեր հարցը, երբ որ դուք ասեցիք դառնալ հոգեբան, այսինքն կրթությունը հոգեբանի ստանալ, որովհետև հոգեբան, այո, իսկապես երևի դա դառնալ համենայն դեպս բայը եւ հոգեբանությունը իբրև մասնագիտություն իրենք համահունչ չեն համենայն դեպս։ Ես վերաբերում եմ այն տիպի մարդկանց, ովքեր որ փորձում են ինչ-որ տարբեր բաներ անել, արդյոք որտեղ ավելի իրենց կգտնեն։ Ճիշտ ասած դերասանությունը ինչ-որտեղ պատահական ստացվեց, որովհետև ես Տաթևիկ Ղափանյանի հետ մանկության մենք ընկերուհիներ էինք, եւ երբ որ ես առաջի տարին չընդունվեցի, այն ժամանակ չկար հոգեբանական ֆակուլտետը, եւ կար ես ընդունվել եմ իմ առաջի կրթությամբ, ես բանասեր եմ, ընդունվում էի համալսարանի բանասիրականը, Տաթոն ասեց, թե արի գնանք թատրոն մի քիչ տեսնենք ինչ ենք անում եւ թատրոնում մոտ տարի ու կես մնացի, իհարկե շատ չխորացավ իմ թատերական կարիերան, որովհետեւ ինքը սկսվեց առանց ավարտի եւ ինձ երբ որ հարցնում են ես ինչ դերեր եմ տանում, ես ասում եմ որ ես տանում եմ օժիտի դերը անօժիտ պիեսի մեջ։ Հիմնականում դրանով էր եզրափակվեց, սակայն թատրոն գնալը դա օգնեց նրանով, որ ես հասկացա, որ շատ կարևոր է խոսքը, ես թատրոնում ասենք թե նույնիսկ այդ պուճուրիկ դերերի համար այդ բոլոր վարժությունները կապված խոսքի հետ, խոսքի վարպետության հետ, ես որոշ առումով դա արել եմ, որը ինձ երևի թե հիմա շատ եւ շատ պետք է գալիս, երբ որ ինձ պետք է լինում մարդուն խոսքը լավ տեղ հասցնել նաեւ։ Այսինքն ես ինչ եմ ուզում դրանով ասել, որ եթե մարդ ինչ էլ մասնագիտության վրա նա հետո կանգ է առնում, բոլոր այն բաները, որոնցով նա զբաղվել է միջև այդ մասնագիտությունը, այսինքն եթե նա դառնում է լավ մասնագետ, ինչ մասնագետ ուզում է լինի, նա դառնում է մեծ գետ, իսկ մեծ գետը մեծ է դառնում փոքր վտակների շնորհիվ։ Այ երևի ավելի շուտ ես այդպես կբացատրեմ, իսկ հոգեբան չեմ էլ հիշում երբ էի ուզում դառնալ։ Տիկին Ծատուրյան, ինչ եք մտածում, արդյոք ձեր ծնողները ունեցան դեր մասնագիտության ընտրության հարցում։ Ես չեմ կարող ասել, որ իրանք շատ մեծ դերակատարում ունեցան հատկապես մասնագիտությունը ընտրելու մեջ, բայց երկուսն էլ ունեին այդ կանխազգու զգալու, մարդկանց ճանաչելու, միանգամից սիտուացիաները գնահատելու հատկությունը, երկուսն էլ ունեին։ Ձեր ծնողները ամուսնալուծվել են։ Այո, ես ամուսնալուծված ընտանիքի մեջ եմ մեծացել։ Եվ հարցս հիմա վերաբերվելու է եւ անձին եւ մասնագետին միաժամանակ։ Այդ ամուսնալուծված ընտանիքի երեխան ինչ բարդույթներ, ինչ խնդիրներ ունենում է եւ դա հոգեբանական տարածք հասնում է։ Ուրեմն, երբ որ դուք ինձ հարցրեցիք ինչով էր պայմանավորված մասնագիտության ընտրելը, ես չեմ կարող հիմա, ես ոնց պատասխանեցի, բայց համենայն դեպս երևի հատկապես էլ, որ ես ամուսնալուծված ընտանիքից եմ, դա էլ իհարկե նպաստեց մասնագիտությունը ընտրելու, որովհետև իմ առջև ոնց որ ցանկացած մարդու առջև շատ շուտ ծառացան շատ հարցեր եւ ես փորձում եմ այդ հարցերի պատասխանները գտնել։ Դա իմ կյանքի նոմեր առաջի դասն էր։ Ասենք ինչու երկու մարդ կարող են բաժանվել։ Այո, գիտեք, այդ այնպես հետաքրքիր հարց է, որի պատասխանը լիաթոք լիասիրտ, ես լինելով ամուսնալուծված ընտանիքից, ես մինչև հիմա այդ հարցի պատասխանը վերջնական չգիտեմ։ Ու երևի լավ է, որ չգիտեմ, որովհետև երբ որ հարցերի պատասխանը իմանում ես, մի քիչ ոնց որ էլ չես զարգանում։ Հաճախ հենց հոգեբանները ասում են, որ բոլոր խնդիրների լուծումները կարող ենք գտնել, եթե գնանք մանկություն, այ հաճախ լսում ենք, որ մանկությունից է ամեն ինչ գալիս։ Ինչպիսին էր ձեր մանկությունը եւ դուք իբրև մասնագետ նաեւ ինչ եք կարծում այդ մանկությունը
ինչպիսին դարձրեց ձեզ։ Ինքը մի կողմից հեշտ չէր, բայց մյուս կողմից էլ շատ հագիստ նորմալ մանկություն էր, որովհետև իրենք երկուսն էլ այնպես շատ չխորացրեցին մեր վիճակը, որ մենք ծանր տանենք այդ բոլոր բաները։ Ես ունեցել եմ շատ ուժեղ մայր եւ շատ զգայուն հայր։ Հասկանում եք, այնպես չէր, որ իրենք արեցին այնպես, որ մենք համենայն դեպս, ես նկատի ունեմ ինձ եւ իմ քույրիկին, մենք մեծանանք ущербный բառն է գալիս, մենք մեծանանք զրկանքներով, մենք մեծանանք ինչ-որ կոմպլեքսներով, ես ձեզ ասեմ, և հիմա, ստեղ, գիտեք ինչներ, որ ես հիմա եմ հիշում, շատ ավելի ծանր եմ տանում, քան այն ժամանակ, երբ որ սիտուացիայի մեջ էր, այդ են ժամանակներն էր, երբ որ թերթում հայտարարություն էին, գիտեք տալիս, երբ որ մարդիկ ամուսնալուծվում էին, այսինքն, այո, հասարակական, բա ոնց, այստեղ այդ բաներ, որտև շատ քիչ էին ամուսնալուծությունը, այսինքն տեղեկացնում էին, հասարակությունը տեղեկացվում էր, որ այս կամ այն զույգը ամուսնալուծվում են կամ ամուսնալուծվել են։ Հիմա երևի թե հակառակը պետք է ինչ-որ անուններ, այս մարդիկ չեն ամուսնալուծվել։ Այո, հիմա ճիշտ, հիմա ամեն ինչ ճիշտ հակառակն էր, դրա համար մեր մանկության ժամանակ եւ ես ինչի անպայման դա ասեցի Արենին, հայ ես կարող էի թաքցնել այդ փաստը, ես դա հատուկ արեցի, որ բոլոր են մարդիկ։ Պարզաբանենք, որ Արենը լրագրողն է, ով աշխատել է ձեզ հետ, այո, հատուկ ես կարող էի չասել, չէ, ես կարող էի ասել, որ ես շատ բարեկեցիկ ընտանիքից եմ եղել եւ այլն, ես դա հատուկ արեցի, որովհետեւ հաղթահարելը այն պահը, որ դու բաժանված ընտանիքից ես, ես դա հատուկ եմ անում, որ ովքեր որ մեզ նայողները, հա, իրենք նույնպես ունեն այդ խնդիրը, իրենք կարող են հասկանալ ունեն այդ հնարավորությունը, որ կարող են այդ վիճակից իսկապես լիաթոք, լիասիրտ եւ լիալարտ թեկուզ դուրս գալ։ Ձեր մանկության մասն ենք խոսում, ես իմ առաջարկում եմ լսենք մարդկանց, ովքեր շատ лав են ձեզ ճանաչում։ Она была очень озорным, очень веселым, очень смелым ребенком. И эти задатки проявлялись в ней уже вот с малых лет. Уже с детства, с этих лет, с 5-6 лет в ней проявлялись такие задатки хозяйки дома. Она собирала пустые бутылки, банки ходила сдавать. Она ходила в магазин, и даже директор магазина обратил на нее внимание, называл: вот пришла наша маленькая хозяйка большого дома. Делала покупки она, значит, покупала там элементарно колбасу, там масло, все это покупала. И очень внимательно следила, чтобы продавщица ее не обвесила. Даже буквально там 10-20 грамм она начинала предъявлять претензии, вступала в спор с этой продавщицей и говорила: а вы неправильно взвесили. И продавщица просто была страшно удивлялась, как это такая маленькая девочка, и так, значит, ей делали такие замечания. Քանի որ ինքը դեն ստացվեց, որ իր սեփական երեխան չունեցավ, ինձ ու քույրիկիս, ասենք ես մամայից բնականա շատ սիրում եմ, բայց ասենք կարամ պարզ ասեմ, որ ասենք երկրորդ մամայի նման ու շատ հարցերում ավելի կապված ենք եղել, ինձ ինչքան հիշում եմ, ինքը միշտ իմ կողքս է եղել, ամենափոքր ժամանակվանից, մանկապարտեզից սկսած, միշտ շատ ուրախանում է, առաջինը որ գալիս էր իմ հետևից, գնում է իր մոտ, շատ հաճախ երեկոյան մնում էինք, խաղում էինք ու էլ տուն չէի ուզում վերադառնալ, մամային խնդրում է, ասում է մամա ինձ մի տարեք, տուն մնում է իր մոտ, միասին մի բազմոցի վրա քնում էինք ու մորքուրս փոքրուց ինձ հա հիշացնում է այդ օրերը, դաժան գիշերները, որտեղ անհանգիստ էի քնում, իրան խանգարում էի։ Տիկին Ծատուրյան, որքան էլ հաղորդումը ձեր մասին է, ամեն դեպքում հոգեբանական հարցերը, կարծում եմ այսօրվա ընթացքում լինելու են, առանց դրա հնարավոր չէ։ Այ մենք հաճախ լսում ենք, որ հոգեբանները այցելուի հետ շփվում են, լսում, օգնում, բայց հեռու են մնում այցելուի խնդիրներից, այսինքն լավ հոգեբանը պետք է այցելուի խնդիրը իրենը չհամարի, հա, կա նման բան։ Գիտեք, էլի ստիպված եմ ռուսերեն, հիմա չեմ կարող, հուզվեցի այս տեսանյութը նայելուց, մենք հոգեբանը այդ են մասնագիտությունը հոգեբան և հոգետերապևտը, մենք այրվում ենք մեր աշխատանքի մեջ, մենք ոնց կարող ենք շատ հեռու լինել խնդրից։ Չէ,
այսինքն ինչ որ դիստանցիայի մասին է Ամեն դեպքում մի խոսքը։ պատնեշ ձեր եւ խնդրի միջև։ Չէ, դիստանցիան մի բան, պատնեշը ուրիշ բան։ Դիստանցիան իհարկե պետք է լինի։ Ես այսպես sense մի բան կա, դուրսը հոգեբանը մարդու հետ երբ որ աշխատում է, նա իրեն հետ ոչ մի մտերմիկ հարաբերությունների մեջ պիտի չմտնի։ Ուրեմն այսօր ասեմ, այսօր աշխարհի հոգեբանները կիսված են երկու մասի։ Մի կեսը ասում որ ոչ մի դեպքում մտերիմ հարաբերություններ պետք է չլինեն, այսինքն ընկերություն անել, հա, դուրս շփում պետք է չլինի։ Այն մյուս կես, օրինակի համար դրա գլխավերևը կանած է Իրվին Յալոմ հոգեբանը։ Ինքը ասում է, ես ասում եմ, որ գնում եմ իմ այցելուի մոտ տուն, ես շատ ավելի իրենից ինֆորմացիա եմ ստանում, քան երբ որ ինքը գալիս է ինձ մոտ այցելության։ Տեսեք, ինքը այսօր պարակտված է, այսօր կիսված է։ Հա։ Չէ, չեմ կարող ասել, որ դա նորություն է, համենայն դեպս ինքը շատ Իրվին Յալոմը բավականի վաղուց է արդեն սկսել։ Դուք որին եք հակված, ասենք դրանից։ Ուրեմն ես ասեմ, ամեն հոգեբան հետ են մասնագետն է, որը որ ասենք թե երբ որ մենք մի բան որ մենք սովորում ենք կամ գիտենք արտասահմանում ո՞նց է, մի բան Հայաստանում գիտելիքները կիրառելը։ Այդ դառնում է Մենք ուրիշ ենք, հա։ Այո, ինչի։ Եվ ես միշտ ասում եմ, որ եթե ես չծնվեի առաջ Սվերդլով էր այդ փողոցյանը, այդ Սվերդլով փողոցի վրա եւ չապրեի Հայաստանում, իմ բոլոր կարդացածները շատ այդքան ինձ չէին կարողանա օգնել մարդկանց հետ արդյունավետ աշխատելու, որովհետեւ այո, մենք ունենք սպეციფიկ էթնո հոգեբանական խնդիրներ մեր օրինակի համար տեսեք Լենինականը երկրաշարժից հետո ես դե աշխատել եմ երեխաների հետ, հա, Նոեմի Մկրտչյան ֆրանսահայ հոգեբանը իր գրքի մեջ հետո զարմանալով գրում էր թե ասենք թե այդ ռեակցիաները մայրերի, երեխաների, հա, այդ կորուստների բաների շատ ավելի ուրիշ են, քան ասենք թե նա այն ինչը որ նա ինչի հետ նա որ ծանոթանում էր, այն ինչ որ նա տեսնում էր, ասենք թե ուրիշ երկրներում, հա, մերը շատ այդ սպეციფիկան ինքը կա, հա, որտեղ մենք հին ազգ ենք, մենք երկար տարիներ Իսկ մեր դիմադրողականությունը ավելի ուժեղ է, թե թույլ է, եթե այսպես դիմադրողականությունը ինքը եթե դիմադրողականության մասին եք հարցնում, Կանա ջան, ինքը շատ հաճախ լինում է ուժեղ, բայց պետք է եղածից էլ է շատ ուժեղ լինում։ Մենք տեսեք, ասում ենք, մեր արտահայտությունները, որ մի եվրոպացին ունի, դարդը տվին, քարին չդիմացավ, մարդուն դիմացավ։ Հարո տեսեք, ինչ ուժեղ արտահայտություն, կամ էլ պերիոդիկ հիվանդություն, մուրազդ փորդ մնա։ Տեսեք ինչ արտահայտություն է, որ մի ազգ ունի այդ արտահայտությունը, կոմունիկացիոն skills-ներ, հա, որ ասենք թե շփման բաները, կուշ ասում եմ, կուլա հասկացի, երբ որ ամբողջ աշխարհ գիտի, որ ասենք թե շփման բոլոր մոտեցումները կամ դուզ խոսքը էշին են ասում։ Հիմա տեսեք, դրա համար, չէ, եթե մենք կամ էլ օրինակի համար էլի կոմունիկացիայի մասին, հա, որ ասենք թե բանի ժեստերի լեզվի մասին կոմունիկացիայի մեջ, չէ, երբ որ հայկինը խոսում է, նա բերանը ձեռքով փակում է։ Անգամ ծիծաղելուց։ Ալամպիզը համարում է, որ նա սուտ ասեց մարդը, բայց մեր տատերի ֆոտոների վրա հալա այդ շորը կա, որով եւ այդ շորի բացակայությունն է, որը հայ կնոջը երբ որ նա խոսում է, հա, որ նա բերանը փակում է, դա դրա արդյունքն է։ Տեսեք, այն ինչը կատարում է աշխարհում, ես շատ թռուցիկ իհարկե պարզա, որ այդ թեման ինքը ունի սկիզբ եւ շատ օրինակներով նա անverջ է, բայց մենք ինչքան բան կարող ենք դրան ավելացնել։ Բայց հարցის ավելացնել։ պատասխանը փաստորեն այն է, որ խնդիրները ամեն դեպքում մոտ են ձեզ լինում այցելուների խնդիրները։ Շատ, հա, դա մենք իհարկե բավականի հեռացան կոնկրետ ձեր հարցից եւ շատ շնորհակալ եմ, որ հիշեցրեցիք, այո, դա վերապրել կամ հա, ես բան չարեցի, չավարտեցի այն բլոգի մեջ, այստեղ տեսեք Հայաստանում օրինակի համար քո այցելում քեզ հետո խնդրում է, քեզ եւ քո ամուսնուն, դե ամուսնուն ու քեզ, հա, ինձ կոնկրետ խնդրում է քավոր կանը երեխային, ասես չէ։ Ասես չէ։ Ոնց ասես։ Այսինքն անհատական մոտեցում ամեն մեկի դեպքում։ Ոնց ասե, կան այցելուներ, որ ես տեսնում եմ, իրեն տեսնում եմ, ասենք թե դուրսը, չէ՞։ Ես ինքս երբեք չեմ բարևում։ Իմ այցելուն ինձ կբարևի, դա իր անձնական Որովհետև Հայաստանում այնքան էլ դեռ ընդունված չէ հոգեբանի մոտ գնալը, հա։ Չէ, նաև գաղտնելիությունն եմ պահում, նաև այդ կոնտակտի մասին է։ Նա շատ անհատական է, մարդ կա, որին եթե նա խնդրում է քավոր կանես, դու պետք է կանես, իսկ մարդ կա, որը քեզ կարող է տեսնի կամ փողոցում կամ ինչ-որ հասարակական վայրում եւ բոլորովին նույնիսկ իրար չբարվեք եւ դա նորմալ է։ Ինչպես կորոշի այցելուն։ Դա ինչպես դա կորոշի, դա լրիվ իր իրավունքն է։
Ձեր վերջին րոպեների ասածներից մենք հասկացանք, որ ամեն դեպքում դուք հաճախ այցելուների հետ նաև ընկերանում եք, բարեկամանում եք եւ Չեմ կարող ասել հաճախ, բայց լինում են դեպքեր, հա։ Եվ եղել է մի դեպք, որ եւ ձեր այցելուն եւ նրա դուստրը դարձել են ձեզ շատ մտերիմ մարդիկ, լսենք նրանց։ Սկզբից եղել են որպես հոգեբան հարաբերությունները, բայց այդ ամեն ինչը այնքան է արմատավորվել, այնքան է խորացել, որ հիմա ուղղակի անբաժան ընկերներ ենք ու տարիքային տարբերությունը ես երբեք չեմ զգացել։ Առաջինն էր, որ ինձ ոգեշնչեց որպես հոգեբան, նրա շնորհիվ է, որ ես ընտրել եմ այդ մասնագիտությունը։ Լյուբոյ հարց կապված հոգեբանության հետ ես միշտ դիմում եմ Տիկին Ծատուրյանին, ինքը ինձ միշտ գրքեր է տալիս, հետո մի որոշ ժամանակ հետո զանգում ասում է. «Աննա, я тебе дала книги, մեր գրքերը»։ Եղել են շատ կարծիքներ, որոնց ես դեմ եմ գնացել, բայց Տիկին Ծատուրյանը ինձ մի հատ հարց է տվել, այդ հարցը իմ մեջ ամեն ինչ փոխել է։ Ու ես շնորհակալ եմ իրան դրա համար, որ ինքը կա ու չեմ պատկերացնում մեր ընտանիքը առանց Տիկին Ծատուրյանի։ Տարիների ընթացքում մեր ծանոթությունը դառավ ընկերություն, շատ մտերիմ ընկերություն, ու ասեմ ավելին, ոչ թե ինքը դարձավ ինձ ընկեր, այլ շատ կարևոր մարդ իմ կյանքում, որ ինչ որ խնդիր է լինում իմ մոտ, ինքը զգում է դա ու զանգում է ու հարցնում է ոնց ես ու սկսվում է թեման երևի որպես ընկերուհի ավելի շատ, ոչ թե որպես հոգեբան։ Շատ շնորհակալ եմ իրանից ամեն ինչի համար ու կցանկանայի յուրաքանչյուրս ունենայինք մեր կյանքում նման մարդ, որպես Իրանա։ Այդ բոլորի հետ եք տես բանանում ես աղմար ժամանակ, որ մարդ կամած արդեն ես բարձրանում է եւ իրան շատ մեծարված ես գում։ Մեր հաղորդումը կյանքի շատ է նման, այսինքն այդպիսի պահերին հաջորդում է նաեւ երբեմն տխուր պահեր։ Օրինակ հիմա իմ հարցը ձեր առաջին ամուսինը մահացավ։ Այո։ Եվ կին, եւ նորից հոգեբանը չմոռանանք, կարողանում է անցնել այդ ծանր ժամանակը եւ երկրորդ անգամ իր կյանքը դասավորել։ Այ ինչպես դուք անցաք այդ ճանապարհը։ Այսօր իմ առաջի ամուսնու ծննդյանորն է նաեւ։ Ինչպես անցա Գիտեք, այնքան հետաքրքիր է, չէ, անցա, չէ, բայց հարցը տալիս եք ինչպես անցա։ Անցա էլի։ Ինչ որ երևի ես շատ շնորհակալ եմ, որ ինձ տրվեցին այդ փորձությունները բոլոր, որովհետև ես համարում եմ, որ մենք բոլորս ծնվում ենք ադամանտ, չէ, մենք բոլորս ծնվում ենք ալմաստ, բայց շատ քչերն են մեզանից դառնում ադամանտ, ինչի, որովհետև դա հղկվելն է։ Անցնելու համար ինչ-որ սիտուացիան դու պիտի իրան լիաթոք ընդունես, սկզբից սիտուացիան դու չես կարող ընդունել, երբ որ գնում է երիտասարդ մարդ կյանքից, դու չես կարող դա ընդունել, դու չես կարող դա մի անգամից ասել, դե լավ, դե հիմա եղավ, ուրեմն այսպես էր պետք եւ այլն, սկզբից այդ ատարժենյան էր, սկզբից չէր ընդունում։ Հետո այստեղ երևի շատ կարևորվում է այդ ճկունությունը, որը որ մեզ մի քիչ պակասում է ազգովի, որ պետք է սիտուացիան մենք կարողանանք ցանկացած սիտուացիաները մենք պետք է ընդունենք, մեր ես այնքան ուժեղ է լինում, որ մենք չենք ընդունում, չէ՞, մենք ասում ենք կամ էլ մենք ասում ենք ես կփոխեմ։ Խորանում ենք հակառակը։ Մենք, ճիշտ հակառակը, մենք դառնում ենք շատ, ասենք թե եթե ինչը վերաբերում է այն դեպքերին, որոնք սկսվում են հերոտ տնից բառակապակցությամբ, եթե այդպիսի մի բան է լինում, մենք շատ ծանր ենք տանում եւ մեզ արդեն ինչ որտեղ հաճույք է պատճառում, երբ որ մենք մեզ զգում ենք բացարձակ դժբախտ։ Կա այդ բանը։ Դրա համար եթե մենք վերջապես էլի ազգովի հասկանանք, որ մենք չենք ծվել տառապելու համար, ես հատուկ եմ այդ բառակապակցությունը վերցրել իբրև լոգո, եթե մենք դա հասկանում ենք, ապա մենք հասկանում ենք, որ դա էլի հերթական դասն է։ Այկանեն երևի կհիշի Անդրեյ Բիտովի «Ուռոկի Արմենիի» գործը։ Ես որ գալիս էի ձեզ մոտ, ես մտածում էի, ինձ շատ կարևոր էր եւ շատ շնորհակալ եմ իհարկե, որ դուք ինձ հրավիրել եք, ինձ շատ կարևոր էր ստեղ գալը եւ ես մտածում էի ոնց անեմ այ ֆորմատը, հա, ես ինքս որ դուք ինձ հարցեր տաք, ես ինչ ձևով պատասխանեմ այդ հարցերին, ես հասկացա, որ կարելի է ձեր բոլոր պատասխաններին հարցերի կառուցել, որ դա դասեր են։
կյանքը մեզ դասեր է տալիս։ Հա, այ իմ ամուսնու առաջի ամուսնու այդ կորուստ բառը չեմ ուզում ասել, որովհետև կորուս չկա, որովհետև հոգին անմահ է եւ ես դրան հավատում եմ շատ խորը, հա, որովհետև հոգսակ չի մեր մտերիմը, որ մենք իրան կորցնենք, չէ՞, մենք ասում ենք ես կորցրեցի մամայից։ Ես ո՞ց կարամ իմ մամային կորցնեմ։ Կարող է ինքը ինչ որ բան ա եղել, ինչ որ մատանի ա եղել կամ ինչ որ Որ բառն եք դուք օգտագործում։ որ իրանք դե զուգահեռ են մեզ հետ, եթե նույնիսկ այն մարդիկ ովքեր որ օգտագործում են, որ մեզ կորցրել են, ապա իրանք մեզ չեն կորցրել, չէ՞։ Տիկին Ծատուրյան, Իրանք մեզ կորցրել չէ։ Հոգեբանները, ովքեր կարծես թե շատ ավելի լավ գիտեն ինչպես պայքարել խնդիրների հետ, այդ կորուստ ասվածի հետ, հարաբերությունները ինչպես պահել, նրանց ավելի հեշտ է ապրել։ Չեմ կարող ասել, ես չգիտեմ բոլորի մասին, ես չեմ կարող ասել, բայց ես չեմ կարող ասել, որ ես հեշտ եմ ապրել, բայց ես գիտեք, երբ որ ես հասկացա, որ իմ ամբողջ կյանքը դա իմ ընտրությունն է, ես ինչպես ապրեմ այդ կյանքը, այդ ժամանակ ես հասկացա, ես չեմ ուզում հեշտ ապրել, ինչի հեշտ ապրեմ, որովհետև ես ուզում եմ շարունակել այդ երիզները անդադ տաշվել եւ ունենալ։ Հեշտ ապրելը դա հետաքրքիր չէ հեշտ ապրելը, բայց գուցե ստեղծագործաբար ավելի մոտենանք մեր կյանքին, գուցե ավելի բան ապրենք, հա, գիտեք, չնվնվանք անընդհատ կամ էլ մեր խնդիրները չփաթաթենք։ Օրինակի համար դուք ինձ այսօր այնպեսի հարցեր եք տալիս, որ իմ շրջապատից լիքը մարդ նույնիսկ այդ բոլոր բաները չգիտեր, հասկանում եք։ Լիքը մարդ կա, որոնք չգիտեն։ Եվ իրանց հետ ես բավականին մտերիմ եմ, բավական, բայց այդքան ինչ որ նստելը պատմելը, որովհետև դա քո մակարդակի մեջ դու պիտի երևի վերապրես, որպեսզի այդ հղկումը, զարգացումը գուցե ասեմ, հա, երբ որ տեսեք, երբ որ ես հարցնում եմ հոգեբանի առաքելությունը, հոգեբանի գործը ինչ է, մարդիկ տարբեր բաներ են պատասխանում, բայց ամենակարևորը ոչ ոք չգիտի, գիտեք դա որն է, որ հոգեբանը մարդուն օգնում է ոգեղեն զարգացման ճանապարհին։ Տեսեք ինչ է տարիքեր, չէ՞։ Իսկ մեզանում ինչ է հնչում, ես խո գիժ չէ որ գնամ հոգեբանի մոտ։ Հոգեբանը չի կարող գիժ ասած այդ, որովհետև հոգեկան խնդիրներ ունեցող խեղճ եւ շատ բոլորիս կողմից պետք է նա սիրելի մարդ լինի, նա չի կարող հոգեբանի հոգեբանի հետ աշխատել, հենց այն պատճառով, որ իր մտավոր հնարավորությունները սահմանափակ են։ Տիկին Ռափաստորեն այդ առաջին դժվարությունը, փորձանքը դուք կարողացաք հաղթահարել եւ ձեր կյանքը երկրորդ անգամ կարողացաք։ Ես Արմեն Ներսիսյանին դիմեցի իբրև բժշկի։ Ես այնքան ծանր վիճակում էի, առաջի ամուսնուս մահից հետո, որ ես իրան իբրև բժշկի դիմեցի։ Հետո ես կատակ եմ անում, ասում եմ նա այնքան լավ գործ արեց, որը դե որ չկորի գործը ամուսնացավ, ընդամենը դա, ես դա տենց եմ բանում, դե իհարկե Գործը վերջնական իր ավարտին հասավ։ Այո, հա, դա կես կատակ, կես լուրջ, իսկ Արմենի հետ հանդիպելը ես համարում եմ, որ դա իմ շքանշաններ, որ ես առաջի ամուսնության մեջ խնամքը շատ հիվանդ էր իմ ամուսինը, խնամքը լավ կատարեցի աստից։ Եթե Արմենը չգար, ես կհամարեի, որ վատ եմ կատարել։ Ես էլ դա այդպես եմ ընկալում։ Իսկ հիմա լսենք ձեր ամուսնուն։ Իրա մեջ կա այդպիսի սիրո հրաբուխ, որ անդադ դուրս է գալիս մարդկանց հանդեպ, որովհետև հենց դա է, որ կարողանում է մարդկանց եւ տալ եւ հասկացնել եւ որպես հոգեբանի դա իր ամենազորավոր ուժեղ գիծն է։ Իմ գործերի մեջ իր դերը բավական մեծ էր կայանալու, նպաստելու, հասկանալու։ Երբ որ ես սկսեցի այդպեսի մի բարձ պրոբլեմատիկ հիվանդության բուժման, հա, երևանյան հիվանդության, այդ հիվանդությունը բուժում էի, շատ լավ էր բուժվում էի եւ նա խնդրի դրեց, որ դու պիտի պաշտպանես, որ սա մնա։ Ճիշտն ասած, ես ավելի որպես բժիշկ հակված էի բուժումների, այդքան գիտական գործունեությունը չէի սիրում։ Այսպես հարցրեց, ասավ, եթե չպաշտպանես, կբաժանվենք։ Ես էլ էր ստիմուլ, որ նա նպաստում էր ամբողջ իմ դիսերտացիան հավաքել, գրել, սրբագրել եւ այլն։ Կարողանում է շատ լավ ընկերություն անել։ Այսինքն բացի որպես կին ընկեր լինել եւ պատրաստ է քո գործի համար գնալ զողությունների պայքարի։ Տիկին Ծատուրյան, երեխա չունեք, արդյոք դա երբևիցե խնդիր է եղել ձեզ համար։ Շատ։
Դա կնոջ համար ամենածանր համարվում է ինքը ամենածանր խնդիրը, որովհետև կինը չի կատարում ի վերուստ տրված, իր վրա դրված կամ տրված ֆունկցիան։ Ինքը շատ ծանր խնդիր է համարվում եւ ես դե ինչ ճանապարհով գնացի, արդեն քրոջս աղջիկը ասես դրա մասին, ես ունեի հնարավորություն երեխա որդեգրելու կամ ասենք թե իրենցով զբաղվելու, դե որոշեցի, որ ասենք իրենցով ավելի զբաղվեմ եւ հիմա էլի դե մեկ այդ երեխան parza եթե առաջ ինչ որ էլի հերանեկար կար, որ կարող է ունենամ այդ երեխան, հիմա parza արդեն որ ես երբեք երեխա չեմ ունենա, իմ բոլոր այդ մայրական ինստինկտի պահանջները ես կիրառում եմ տարբեր երեխաների համար ինչ-որ բաներ անելով, շփվելով, Արմենը Ներսիսյան ունի տղա, Տիգրանը, որի հետ մենք շատ լավ հարաբերությունների մեջ ենք եւ ես Տիգրանին ինձ թվում է բավականի պիտանի եմ, ասենք թե իր եւ թե զարգացման, թե ասենք Այսինքն սուբլիմացիա Այո, երևի դա սուբլիմացիա է եւ երևի իհարկե դա էլի է ընտրություններ։ Ես կարող եմ բոլոր թե ժամանակը թե հնարավորությունները ծախսել միմյանին վրա, բայց ես դա չարեցի, էլի ընտրություններ, չէ՞, ես կարող եմ ասենք թե թեկուզ այն երեխաներին, որոնց ես կրթություն եմ տալիս, այդ գումարով ինձ անընդհատ ինչ-որ բաներ առնել, բայց ես դա չարեցի։ Ես գնացի այդ ճանապարհով, ես դա ընտրեցի, հետեւաբար իմ կյանքը իմ ընտրությունն է։ Չնայած հարցերը այսօրվա անվերջ են, բայց երևի թե վերջին հարցը։ Հաճախ լսում ենք, որ գրեթե բոլորը ունեն հոգեբանի կարիք։ Դուք այդպես եք մտածում եւ իրականում երբ ունենք մենք հոգեբանի կարիք։ Եթե մարդը համարում է, որ նա ունի զարգանալու տեղ, նա կարա դիմի հոգեբանին։ Եթե նա չի համարում, որ նա ունի զարգանալու տեղ, թող նա հոգեբանին չդիմի։ Այդ անկյունից եթե նայենք, ուրեմն անընդհատ բոլորը Անընդհատ ինչի անընդհատ, նա կարող է գալ ստանալ իր ինչ-որ բանը եւ արդեն հասկանալ, գիտեք ոնց բաները գնացքի ռելսը ոնց է հայերեն։ հենց ռելսը։ Հա, ռելսերը իրանք երբեմն գնում են դեպի տուպիկ, չէ՞, եւ մենք ասենք թե մեր փակուղի, շնորհակալություն։ Գնում են փակուղի։ Հիմա գուցե նաեւ մեր մասնագիտությունը ինքը այդ հատկություն ունի, որ կարող է այդ ուղղությունը, որովհետև ամենաշատ հնչող պատասխանը թե ինչ գիտես հոգեբանի աշխատանքի մասին, ինձ պատասխանում են ինձ ուղղություն տվեք։ Այդ ուղղությունը տալիս ես նա գնում է, նա ինչ պարտադիր է նա անդադ գալ։ Մի փոքրիկ, միգուցե պրիմիտիվ մի բան, որը ես հաճախ մտածում եմ, գնում ենք հոգեբանի մոտ, հոգեբանը տալիս է այդ ուղղությունը, տալիս է բանալին, տալիս է լուծումը, հա, օգնում է։ Իսկ երբ բանալին չի տալիս, բանալին պետքա Բայց այսինքն մենք սովորում ենք, որ ցավեց դեղ խմեցինք, իսկ մարդ ինքը իրեն բուժելու տարբերակը, այսինքն Ինքնաբուժություն։ ինքնաբուժություն նաև այս առումով, այո։ Դե գիտեք ոնց, այո, կա այդ պահը, որ մարդիկ ասենք թե էլի նույն այցելուն գալիս ասում է, այ ինձ թվում էր, որ ես ինքս կարող եմ ինձ օգնել եւ այլն եւ բավականի խորացնում է process-ը։ Ինքնաբուժությունը մենք գիտենք բժշկությունից, որ ոչ մի հարցում նույնիսկ եթե մի թեթև քերծված կունենաս եւ այդ պահին յոդը չկսես, ինքը անպայման կբուրբոքի։ Ինչի մասին է խոսքը։ Բայց այսպես մենք կարող ենք հասնել արդեն մի կետի, որ երբ պարզապես ես տխրեցի, որ չունեմ այս գեստը, ես գնում եմ հոգեբանի մոտ, որովհետև ես տխուր եմ։ Չէ, դե գիտեք ինչպես, երևի մենք պետք է խնդրեմը այդ աստիճանի չհասարակացնենք։ Իհարկե ես ավելի ակնհայտ լինելու համար Ես հասկանում եմ, ես շատ շնորհակալ եմ ձեզ այդ հարցերի, ձեր բոլոր հարցերի համար ես շատ շնորհակալ եմ, որովհետև նաև այստեղ հրաշալի հնարավորություն է լիքը բան մարդկանց սովորեցնել, չէ, այն հաղորդումը, որից դու բան պետք է չվերցնես ինքը բան չէ։ Հիմա այդ նույնն է ոնց որ գիտեք երբ որ եւ շատ է հնչում այդ հարցը իհարկե որ ինձ տալիս են այդ նույնն է ոնց որ մենք գնանք եւ ինքնուրույն գլանների օպերացիա անենք գնանք ինքնուրույն հասկանում եք այդ ինքնուրույնությունը այդքան ճիշտ չի։ Հա, բայց երբ կողոպտը ցավում է միանգամից չենք գնում չէ վիրահատության։ Այդ սահմանը։ Դե սահմանը անհատական է շատ։ Բայց մա էլի մարդու անդրությունը նա կարող է ասել դա հոգեբանը խոսում է էլի։ Հետո մեզանում էդի անպայման ասեմ, մեզանում հոգեբանի խոսքը այդքան ուշադիր չեն լսում ինչի, որովհետև մենք շատ ստասան ենք։ Դրա համար ինչ որ մեկը երբ որ մեզ մի բան է ասում, մենք իրան միջև վերջ չենք վստահում, նաև այդ պահն էլ կա։ Ես հիմա մտածում եմ, որ մեր խոսակցությունը կարող է երկրորդ հաղորդման սկիզբը լինել, դրա համար ես պիտի շնորհակալություն հայտնեմ ձեզ։ Ժամանակը շատ արագ
գնաց եւ պատճառը ձեր հետաքրքիր պատասխաններն էին։ Իսկ չգիտեմ, գոնե ինձ համար այս հաղորդումից ես մի բան հասկացա, երբ կուզենաք զարգացման ուղի որոնել, դիմեք հոգեբանին։ Եվ այս դեպքում հոգեբան Իրինա Ծատուրյանին։ Շնորհակալություն շատ։